Հիմա կընթերցեմ սիրելի հավատացյալներ Վեհափառ Հայրապետի զատկական Սուրբ Հարության քարոզը։ Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Ըստ Սուրբ եւս հրաշալի եւս հաղթող հարությունդ քո օրհնեմ եւ փառավորեմ։ Ժամագիրք։ Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության ավետիցն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հուսով, հոգենորոգ զգացումով է պարուրում հայրենիքի եւ ազգային կյանքի ցավերով եւ կորուստներով դառնացած մեր սրտերը։ Կյանքը հաղթանակ է, մահը պարտվել եւ խորտակվել է։ Հավատքով ու առաստված ապավինությամբ միասնական օրհնաբանենք Տիրոջը ժամագրքի խոսքերով։ Սուրբ եւ հրաշալի եւ հաղթող Սուրբ հարությունդ օրհնում ենք եւ փառաբանում ենք։ Քրիստոսի իր հարությամբ մարդկությանը ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման եւ սիրո ճանապարհը, հաշտություն հաստատել մարդու եւ Աստծո միջև եւ ընծայել հավիտենական կյանքի հույսը եւ շնորհը։ Աստվածորդու ողորմությամբ կյանքի արշալույսն է տածվել մահվան խավարի վրա, կենարար խաչը, որի վրա հեղվեց Հիսուսի Սուրբ արյունը, մահվան հանդեպ հաղթության նշանն է դարձել։ Հարության հավատը չարին պարտության մատնելու երկրպագման ուժը։ Այո, սիրելիներ, հաղթող է Սուրբ եւ հրաշալի Քրիստոսի հարությունը։ Աշխարհի հարափոխող իրադարձությունների եւ հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ հարության շնորհով հավատացյալները զորանում են վեր հառնելու փորձություններից, մերժելու կորստաբեր երևույթներն ու կործանարար մտածումները եւ գործերը, հաղթահարելու աղետաբեր պատերազմների արհավիրքները նորոգվելով Տիրոջով, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր մարդ, նոր արարած է նա։ Համայն մարդկության այսօր էլ հնչում են հրավերը առաջնորդելու աստվածադիր պատվիրաններով մահվան հանդեպ կերտելու կյանքի հաղթանակը, անվեհեր պաշտպանը լինելու ճշմարտության եւ արդարության եւ առանց Աստծո մեռյալ գոյության փոխարինելու Տիրոջ հետ հարությալ կյանքի։ Այս կոչին ականջալուր վասն հավատով, վասն հայրենյաց սրբազան ուխտով միաբանված պատմության հոլովույթներում դիմակայել ենք բազում դժվարությունների եւ փորձությունների։ Հարության հավատի վկայությունը նաեւ մեր օրերում հռչակում է մեր ժողովրդի դավանանքի ազգային սրբազան արժեքներին հավատարմության, որոնք դարեր շարունակ երաշխիքն է եղել հայ ազգի ինքնության եւ լինելիության, դպրության եւ գիտության զարգացման։ Հարկ է այս արժեքներով սերնդեսերունդ կրթել եւ անդադար եւ անկոտրում պահպանել մարդկության գիտամշակութային գանձարանը հաստատած մեր նախնյաց ավանդությունը եւ ժառանգությունը։ Սիրելի բարեպաշտ զավակներ, ի Հայաստան եւ ի Սփյուռս Տիրոջ Սուրբ եւ հրաշափառ հարությունը գոտեպնդող, խրախտող եւ ամենքիս հուսով արդարությամբ դիմագրավելու է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հատկապես հետ պատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված եւ հայաթափված է Արցախը եւ չենք դադարում Ադրբեջանի ծավալապաշտական եւ սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծել մեր պետության անվտանգությանը։
հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդարված քաղաքական ղեկավարության օրինաբար գերության մեջ պահելու անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների զավակած, այսինքն նվաստացումները, ինչպես եւ Արցախահայության իրավունքի անտեսման, Արցախում հայկական հոգևոր մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման անթաքույց քաղաքականությունը։ Դատապարտելի է այս իրողությունների հանդիման մեր ժողովրդի սեպուх պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնությունները եւ անմիաբանությունը, լծվել ծանր կորուստների կրած մեր ազգի վերքերի ամոքմանը եւ կարողությունների մեկտեղմամբ հայրենիքի հզորացմանը։ Այո, հարուցյալ կյանքը հրավերի սկսում է քրիստոսավան պատգամներով ապրելու վճռակամությամբ, ապավինենք եւ կերտենք մեր ապագային այս գիտակցությամբ, այս ոգին պիտի աննկուն պահել մեզանում, չընկրկել մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ եւ չվերածենք վհատված եւ տկար ազգի վտանգներով մեր հայրենիքի ապագան եւ անկախ պետականության։ Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների եւ քաջորդիների նահատակության վայրերում եւ ոչ էլ Արցախում թողված շիրիմների մոտ։ Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն Գողգոթայից հարության հավատով հառնելով ժողովուրդ ենք, արդարև մեր ապագայի վերաբերյալ վճիռը խավարն ու մահը չեն, այլ կյանքը եւ հարությունը, Աստծո հետ հզոր հավատքով, անընկճելի կամքով եւ ոգով վերհառնել կարող ենք եւ ոչ միայն անհատը, այլև ազգը եւ պետությունը։ Մեր ժողովրդի համար ներկա բարդ պայմաններում կենսական եւ հրամայական է մեր երկրի հզորացումը, կենսական է ապրել ու գործել անսակարգ հայրենասիրությամբ եւ ազգանվիրումով, այո։ Այս հաստատումը ընթացքով կարող է լինել կերտելու նոր հորիզոններ մեր պետության եւ վերազարթոնքը պետական ազգային եկեղեցական մեր արժանապատիվ կյանքի, այս իրականությունը պիտի լինի առաքյալի բացականչությունը նաեւ մեր ժողովրդի համար, ուր է մահ քո հաղթությունը, ուր է գերեզման քո խայթոցը, այդ վառ պահենք մեր սրտերում հարուցյալ Քրիստոս մեր հավատքը, հույսն ու սերը գալիքի բոլոր ակնկալությամբ եւ լավ ակնկալությամբ տակավին։ Աստված մեզ կոչում է հարության, ուստի թոթափենք մեզանից երկյուղը, հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունը, թշնամանքը, պիղատոսյան եւ հուդայական գործելավոճը, մեր աչքերը հառնենք հարուցյալ Փրկչին եւ ընթացք միմյանց հարության հաղթանակի ճանապարհով։ Սիրելիներ, Սուրբ հարության տոնի այս լուսապայծառ օրը մեր սրտերից աղոթք բարձրացնենք առ ամենակալ Աստված, որ աշխարհին պարգևի խաղաղության եւ բարօրության իր ամենախնամ Սուրբ աջի հովանի տարածյալ պահի մեր հայրենիքի վրա եւ օրհնի եւ երկնահեղ շնորհներով պայծառացնի ազգս հայոց, ապրելու ապահով անվտանգ կյանքով եւ փառավորելու ամենասուրբ երրորդությանը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Քրիստոս հարյավ իմերելոց մեզ բոլորիս մեծ ավետիս եւ տուր մեզ համարցակաձայն բարբարով բանալս վերանս մեզ